Թեհրանում հայ համայնքի միջադեպի եւ Հայաստանի իշխանության գործելավոճի մասին խոսելու է Իրանի խորհրդարանի նախկին падգամավոր պատմաբան Կարեն Խանլարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խանլարյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Խանլարյան, այսօր միջադեպեր եղան ոչ միայն Ծիծեռնակաբերդում, երբ առավոտյան կառավարության անձնակազմի այցելության պահին թույլ չտվեցին մարդկանց մտնել Ծիծեռնակաբերդի տարածք, այլև Թեհրանում հայ համայնքի ներսում համայնքի ներկայացուցիչները թույլ չտվեցին Հայաստանի դեսպանության աշխատակիցներին մոտենալ հայոց ցեղասպանության հուշարձանին։ Արդյոք նման նախադեպեր եղել են, նրանք վանկարկում էին դավաճան իշխանություն, լարված են հարաբերությունները դեսպանատան անձնակազմի հետ։ Ես ինչքան տեղյակ եմ, որովհետև տեղեկությունները տենց շատ էլ բան չեն, ընդամենը մեկ կադր եմ տեսել եւ մի քանի տենց բացադրական տեքստեր։ Կարծում եմ, սա եղել է ինչ-որ բնական պորտկում վերջին օրերի մի քանի պետական հայտարարությունների կամ մոտեցումների հետ կապված։ Սա, ինչքան ես գիտեմ, անձնական, անհատական բաներ են եղել, բացականչություններ եւ այլն։ Ինչքան ես հիշում եմ, այդպես բան չի նախկինում պատահել եւ սա իր տեսակի մեջ բավականին նորություն է եւ պատճառներ ունի անշուշտ, այդպես պատահական բաներ չեն։ Դրան նախորդել էր նաև քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի այցի հետ կապված միջադեպը, երբ Թեհրանում Հայաստանի դեսպանության պահանջով արգելեցին Գասպարյանի ելույթը ցեղասպանության միջոցառմանը, սա ինչով կարող է պայմանավորված լինել, նման նախադեպեր եղել են երբևէ։ Այո, եղել են, բայց նախկինում էլ խոչընդոտվել է Հայաստանից եկած գործիչների, քաղաքական վերլուծաբանների ելույթները համայնքային կամ ավելի նեղ ֆորմատով։ Բայց այս անգամ ի տարբերություն անցյալի, սա եղել է շատ հստակ եւ բացորոշ, այսինքն անմիջապես շրջանառության մեջ մտավ այն լուրը, որ Հայաստանի իշխանությունների պահանջով է այդ արգելքը դրվել Գասպարյանի համար եւ իհարկե սա իմ գնահատմամբ ազատ խոսքի շատ գրեհիկ ոտնահարում է, այդ իրավունքի ոտնահարում է նշանակում։ Եվ չեմ հասկանում, թե ինչու պիտի նման քայլի դիմի Հայաստանի իշխանությունը եւ ինչն է իրենց մտահոգեցնում այս հարցով, որովհետեւ շատ բնական է, որ առիթը լինելով համահայկական նշանակության մի միջոցառում, ես չեմ կարծում, որ տեղում պիտի ինչ-որ ներքաղաքական բաների տեղ լիներ, բայց արի ու տես, որ հենց այդ ձև մի խնդիր են դրել եւ դա կասեցվել է կամ արգելվել է։ Կարգը ինչպես է սովորաբար հայ համայնքը չի համաձայնեցնում դեսպանության հետ, օրինակում են հրավիրում բանախոսներին ելույթները։ Դեսպանատան հետ կարգը հիմա եթե փոխված է, չգիտեմ, բայց անցյալից իմ փորձառությամբ գիտեմ, որ չէ, այդպես մի համադրություն չի կայանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ, որովհետև համայնքը ընդհանրապես լինելով իրանական քաղաքացիներից բաղկացած բան, նրանք ազատ են իրենց տեսակետը, իրենց քաղաքական մոտեցումները եւ ընդհանրապես իրենց ներքին գործունեության մեջ ազատ են եւ ըստ հարմարության են շարժվում, իրենց նախասիրությունների կամ նպատակահարմարության հիման վրա հրավիրում են նման հյուրեր Հայաստանից։ Եվ դա կապ չեն տեսնում այդ հարցի եւ դեսպանության միջև ինչ-որ կապ։ Հյուրերը սովորաբար քաղաքավարական այցելության գնում են դեսպանատուն, բայց դրանք այդ հյուրերի ով լինելը եւ բան, դրանք չի համատեղվում եւ չի պայմանավորվում։ Նրանք ուղղակի հրավիրվում են Հայաստանից, գալիս են, ելույթներ են ունենում, ժողովներ են ունենում եւ այլն ու վերադառնում։ Տեսեք, այդ արգելքը դրվեց Աբրահամ Գասպարյանի առջև այն պայմաններում, երբ սրանից մի քանի տարի առաջ ես հիշում եմ, որ Հայաստանի իշխանությունները թույլ էին տալիս Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հակապետական, ոչ թե հակաիշխանական կամ զուտ քաղաքական, այլ էությամբ անտագոնիկ հակապետական, ընդ որում նաև բռնի ուժին հավատացած քաղաքական դեմքերին եւ գործիչներին Իրանի դեսպանատան առաջ Երևանում
ցույցեր կազմակերպելու, լոզունգներ, բացականչություններ եւ այլն անելու։ Եվ հիմա այս հարցին եթե դնում ենք նույն նժարի վրա, չեմ հասկանում, թե ինչու պիտի Հայաստանի իշխանություններն այդպիսի պահանջ դնեն Իրանի պետության մոտ կամ ընդհանրապես Իրանի համայնքի, իրանահայ համայնքի մոտ, որ այդ տեսակ քաղաքական դեմքերի, վերլուծաբանների ելույթը կամ ինչ-որ իրենց այցը կասեցվի կամ արգելվի։ Ես ուզում եի ընդամենը որպես հիշեցում անել, որ նկատի առնելով այդ դեպքը, որ ես ձեզ ասեցի, ես մի քիչ իսկապես քաղաքական դիվանագիտական պրոտոկոլների առումով մի քիչ իմ համար անհասկանալի։ Պարոն Խանլարյան, նաև ասացիք, որ նախկինում էլ են եղել նման դեպքեր, նախկինում ինչ պատճառներով են եղել այդ դեպքերը եւ կասեցվել են ինչ-որ ելույթներ։ Դե ասում եմ, եղել են, օրինակի համար արգելվել է այսինչ կամ այնինչ մարդու ելույթը կամ սահմանափակվել է իրենց այցերի քանակը եւ այլն, բայց չի ասվել թե ում խնդրանքով կամ ում պահանջով։ Այս անգամ ի տարբերություն նախկինների շատ արագ շրջանառության մեջ դրվեց այն, որ Հայաստանի իշխանություններն են դա այդ պահանջը դրել Իրանի իշխանությունների մոտ։ Տարբերությունը սա է, այսինքն այս անգամ շատ ավելի բացահայտ կերպով Հայաստանի իշխանություններն այդպեսի քայլի գնացին կամ իրենց քայլը բացահայտվեց այդ իմաստով, որ իսկապես ասում եմ իմաստը եւ բանը նկատի առնելով այն բոլոր սկզբունքներին, որ հենց Հայաստանի պետական կյանքի մեջ ամրագրվել է որպես պետական մոտեցում, ժողովրդավարություն, ազատ խոսքի, չեմ հասկանում, թե սրանք ինչի համար են կատարվում։ Շարունակելով թեման, իշխանության գործելավոճի, արդյոք այս շարունակվող պահվածքը կարող է խաթարել հայոց ցեղասպանության պահանջատիրության process-ին։ Տեսեք, այո, իհարկե, լավ երևույթ չի, այս քաղաքականությունները, որ այսօր վարում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իմ կարծիքով ուժեղ հարված է ոչ միայն ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի, այլ հայ դատի եւ հայկական պահանջատիրության ընդհանուր շարժմանը։ Այդ ընդհանուր շարժման մեջ նաեւ մտնում է Արցախի պահանջատիրությունը եւ այլն եւ այլն։ Այս բոլորին իհարկե մեծ հարված է իջեցվում այդ մոտեցումներով, որ դուք նշեցիք, եւ ես կարծում եմ, այստեղ պետք է իսկապես ժողովուրդը նկատի առնելով այս բոլորը, չի պիտի այսուհետ թույլ տա, որ նման երևույթներ ի հայտ կան իշխանության մագարտակով Հայաստանում։ Աշխարհի ուշադրությունն արդյոք նախկինի նման պահպանվում է ցեղասպանության հարցի շուրջ, պարոն Խանլարյան, արդյոք միջազգային պայքարը նույն տեմպով է ընթանում Թուրքիայի ժխտողականության դեմ։ Տեսեք, այդ տեմպը կապված է նաև հայության կողմից ակցիաների, հայության կողմից այդ շարժման թափին, այդ բաներից է կախված։ Տեմպերը իհարկե նկատվում են, որ ինչ-որ չափով պակսել են, բայց ես կարծում եմ, որ այդ տեմպերին հիմա հարցը հետևյալ ես կասեի, արդյոք պետական դիվանագիտության ջանքերը, եթե միանգամից կասեցվում են կամ իջիկ են դառնում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արդյոք հայություն ասելով են նկատի ունեն ոչ միայն Հայաստանը, այլ նաև Սփյուռքը։ Դրանց ջանքերը կարող են 100%-ով փոխարինել, փորձը ցույց է տվել, որ 100%-ով չեն կարող փոխարինել։ Հենց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներն աշխարհում այն ժամանակ են ավելի հաջող ընթացել, երբ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը ակտիվ քայլեր է ձեռնարկել կամ առնվազն նպաստել է կամ չի խանգարել տարբեր երկրներում ապրող հայկական համայնքների հայդատի գրասենյակի գործունեությանը։ Հիմա բեռը միայն մնացել է հայկական Սփյուռքի վրա, առանց Հայաստանի իշխանության օգնության արդյոք Սփյուռքը միայնակ կարող է ինքնուրույն առաջ մղել այս պահանջատիրությունը։ Իհարկե կարող է, որովհետև ամբողջ Սփյուռքյան շրջանում պատմության ընթացքում հենց այդպես է եղել, նախքան Հայաստանի անկախացումը եւ նախքան Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կետը մտնելը հայությունը իսպիրուս աշխարհի հենց իր հնարավորություններով է փորձել ճանաչել տալ այդ պատմական դառն իրականությունը եւ բազմաթիվ հաջողություններ է ձեռք բերել, այդպես չի որ հենց չի եղել երբեք։ Ես եթե ուզենամ
հիշատակել Ուրուգվայի բանաձևերը, չգիտեմ, հենց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի ենթահանձնախմբերից մեկի բանաձևը, Եվրոխորհրդարանի բանաձևը 1987 թվին եւ այլն։ Այսինքն նախքան Հայաստանի անկախացումը այդ ջանքերը եղել են եւ որոշակի արդյունքներ էլ տվել են։ Բայց ասում եմ, ավելի արդյունավետ ընթացք է ունեցել այդ ճանաչման process-ը, երբ որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունն է նախաձեռնողը եղել կամ օժանդակողը եղել այդ ջանքերի, սփյուռքյան ջանքերի։ Բնականաբար պետական հնարավորություններն անհամեմատելի են եւ իրենց արկայության դեպքում ավելի հաջող ձեռքբերումներ կարող են լինել։ Պարոն Խանլարյան, վերջերս նաև տարբեր հարթակներում իրանահայերը պահանջում են չպարակտել Սփյուռքը։ Ինչ նկատի ունեն, ով եւ ինչպես է փորձում պարակտել։ Ինչու է սա հատկապես իրանահայերի շրջանառվում։ Սա նորից վերաբերվում է, իհարկե ես այսօր որովհետեւ առիթը ապրիլի 24-ը եւ այլն, ես չեմ ուզում շատ ներքաղաքական հարցերի մեջ մտնեմ, բայց չեմ կարող նաեւ չմտնել։ Թեթև ես ակնարկ կանեմ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականություններն են պատճառ դառնում, որ հետս հետը խորթանա Սփյուռքը հայրենիքին նկատմամբ եւ այդ պարակտումը ստեղծվի նաեւ որոշակի գաղութներում, հատկապես այն գաղութներ, որ ունեն ավելի ռազմավարական նշանակություն։ Շատ ակնհայտ է վերջի տարիներին Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդպիսի նախաձեռնություններ արել են։ Այնպիսի նախաձեռնություններ, որ նախընթաց չի ունեցել։ Այսինքն ամբողջ Հայաստանի անկախության վերանկախացման պատմության ընթացքում այդպիսի քայլեր չեն արվել, որպեսզի Սփյուռքը պարակտվի այս չափով, որ հիմա է փորձ արվում։ Եվ այդ հիմնական բողոքը այդ վարած քաղաքականության դեմ է։ Պիտի կասեցնի Հայաստանի իշխանությունը նման քայլերը, որովհետև այդ ոչ միայն Սփյուռքի ներքին անդորը խանգարելու եւ այդ հարցերին է միտված, այլ ընդհանրապես հայության ուժի փոշիացմանը։ Եվ այդ օր առաջ պիտի կասեցվի։ Ես չեմ իմանում այս իշխանությունը, որ ինքն է եղել դրա նախաձեռնողը, ինքը կասեցնի կամ կհասկանա, ես չեմ կարծում հասկանալ չհասկանալու խնդիր կա, ինքը միտումնավոր նման քաղաքականություն առաջ է տանում։ Սա մնում է մեր ժողովրդի կամքին, որ չթողնի ապագայում Հայաստանի իշխանությունները նման կոպիտ եւ սխալ քայլերի դիմեն Սփյուռքի նկատմամբ։ Պարոն Խանլարյան, բայց նաև այսօր փորձ է արվում, կարելի ասել, մոռացության տալ հայոց պահանջատիրությունը, ինչ է պետք անել, որպեսզի նոր սերունդը հասկանա եւ գիտակցի ցեղասպանության հետևանքները, ոչ միայն հիշի, այլ դրա հետևանքները գիտակցելով հասկանա ինչ է կատարվել եւ ինչ է պետք անել, ինչի համար է պահանջատիրությունը։ Գուցե պետք է դպրոցներից սկսել, գուցե այլ բաներ են պետք անել։ Իհարկե, պետք է դպրոցներում, ընդհանրապես ընտանիքներում, նախ եւ առաջ ես կասեի ընտանիքներում շատ կարեւոր է, որ երեխեքի դաստիարակության մեջ այդ հուշումը լինի, որ մենք ինչպեսի ազգ ենք, ինչ խնդիրներ ունենք եւ ինչի ենք ցկտում։ Եվ հետո դպրոցներում, ինչպես ասացիք, եւ ընդհանրապես։ Տեսեք, եթե ցեղասպանության հարցը մենք համարենք հայոց պահանջատիրության միակ կոմպոնենտը, ես կասեի դա կարող է ենթարկվի հենց այն քարոզչական հարվածների, ինչ որ այսօր ենթարկվում է, այսինքն ասեն դե լավ 100 տարվա, 110 տարվա հարց է, եկեք մոռանանք, առաջ գնանք զարգացում, կալբաս եւ այլն։ Բայց հարցը իմ կարծիքով ավելի խորքային է։ Հայոց պահանջատիրությունը միայն չունի այս կոմպոնենտ, ունի նաեւ այլ կոմպոնենտներ, որոնց մեջ նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրներն են։ Այլ կոմպոնենտների շարքին կարելի է ասել նաեւ Արցախի ազատագրությունը, Արցախայության վերադարձի իրավունքը եւ այլն։ Եթե առանց այս բազմակոմպոնենտ դրությամբ այդ պահանջատիրության հարցը մեր ժողովրդին կամ մեր նոր ցենոտին սովորեցնենք եւ միայն ասենք պահանջատիրություն, այսինքն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց, ես կարծում եմ հենց այդ, այսինքն այդ տրամաբանությունը, այդ գաղափարախոսական տրամաբանությունը շատ հանգիստ կարող է չդիմանալ այսօրվա նման մի իշխանության հակացեղասպանական քարոզություններին։ Ես կարծում եմ շատ ավելի խորքային դաստիարակություն տրվի մեր նոր սերնդին, ասել որ
եթե չլինի ցեղասպանության ճանաչում, եթե չլինի Հայաստանի անվտանգության հարցեր, եթե Արցախը մոռացության տրվի եւ այլն, եթե Հայդատը ընդհանրապես մոռացության տրվի, Արևմտյան Հայաստանի հարցը մոռացության տրվի, հայությունը կդառնա կամ Հայաստանը կդառնա մի խոցելի եւ խիստ խոցելի պետություն, ենթակա առօրյա վտանգին, որ այսօր սպառնում են մեր հարևաններից առնվազն երկուսը։ Բայց այդ նոր սերունդին ասում են, որ մենք գնում ենք խաղաղության դարաշրջան եւ պետք է մոռանալ այդ պահանջատիրությունը թե Ադրբեջանի եւ թե Թուրքիայի նկատմամբ, որպեսզի կարողանանք խաղաղ ապրել։ Այս դեպքում հակասություն չի առաջանում եւ արդյոք պահանջատիրությունը պահելով կարող են գնալ այդ խաղաղությանը։ Ես կարծում եմ խաղաղության կարելի է հասնել առանց սեփական ազգային իդեալների մոռացության եւ առանց մեր պահանջատիրության հիմքերը քանդելու։ Բազմաթիվ ազգեր օրինակները շատ կան, ես չեմ ուզում այստեղ ասել, բայց բազմաթիվ ազգեր ձգտել են խաղաղության իրենց դարավոր թշնամիների հետ, առանց մոռանալու իրենց ազգային գերխնդիրները։ Հենց խաղաղության Բայց մեր թշնամիներն ասում են մոռացեք, որպեսզի խաղաղություն լինի ձեր երկրում։ Այդ բխումը նաև մեր դիվանագիտական, այսինքն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական թուլությունից։ Եթե մենք ունենանք հզոր, բայց ինչու միջև հիմա չէին ասում։ Միջև հիմա արդյոք չկար խաղաղության ձգտումներ։ Նախկինում էլ գոյություն ուներ, բայց այդպես կոպիտ նախապայմաններ չկար մեջտեղում։ Կամ ավելի քիչ էր այդ նախապայմանների կամ այդ նշաձողի հարցը։ Հիմա ամեն օր մի նոր նախապայման են մեջտեղանում հանուն խաղաղության եւ ամեն օր Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղի են տալիս այդ նոր նախապայմաններին։ Այստեղով իմ կարծիքով խաղաղություն չի լինի։ Խաղաղությունը շատ կարևոր արժեք է, բայց շատ ավելի կարևոր արժեք չէ, քան հայրենիքը։ Պիտի գոյություն ունենա հայրենիք, որ խաղաղություն իմաստ ունենա։ Եթե պիտի հայրենիքի հիմքերը կամ ինչ որ իր ատրիբուտները զիջել, որպեսզի հասնել խաղաղության, ես այդ մոտեցման կամ այդ փիլիսոփայության ընդհանրապես կողմ չեմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր պատմաբան Կարեն Խանլարյանի հետ։